Բարի երեկո հարգելի հետևորդներ, այսօր մենք եթերում ենք եւ այսօր մի փոքր լավ նորություն ու փոքր հաղթանակի մասին է խոսքը եւ նաեւ նրա մասին, որ չկան ճանապարհներ, որոնք չեն բերում ի վերջո հաջողության, ուղղակի համբերություն է պետք այդ ճանապարհները անցնելու համար, ինչպես նաեւ խոսքը գնալու է մեր իրավապահ համակարգի թերացումների մասին, որ իրավապահ համակարգը մեզ մոտ չի գործում այնպես ինչպես պետքա գործի եւ քաղաքացուն գցում են անընդմեջ ինչ որ խառնաշփոթների մեջ։ Ինչի մասին է խոսքը։ Ես մանրամասն այսպես ռետրոսպեկտիվ կներկայացնեմ, որ մենք իրար հետ հասկանանք, թե ինչա կատարվել։ Ի վերջո իմ շնորհակալությունը հակակոռուպցիոն դատարանին, նախագահող դատավոր պարոն Դոլմազյան, ի վերջո պարոն Դոլմազյանը մի տարի ու կես տևող էպոպեան գոնե արդար դատական ակտ կայացրեց, որը վստահ եմ, որ դատախազությունը իր բոլոր ռեսուրսները օգտագործել է, որ բողոքարկի, արդեն շատ կարևոր է չի, թե դատախազությունում, գլխավոր դատախազությունում ինչ կանեն, որովհետև սա այն խայտառակության կնիքն է, որը դրվել է իրավապահ համակարգի վրա։ Եվ ես մեծ ցավ եմ ապրում, երբ որ իրավապահ համակարգի պատիվը գցում են որոշակի մարդկանց, միշտ ասում են մի հատ ճանճը, որ ընկնում է մի հատ սպասի այդ մեծ բոճկայի մեջ, կարա փչացնի։ Եվ սրա մասին է խոսքը եւ հորդորում եմ իրավապահ համակարգի բոլոր ղեկավարներին, դա կլինի գլխավոր դատախազ, դա կլինի քննչական կոմիտեի ղեկավար, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, որպեսզի խիստ ուշադիր լինեն իրենց կադրերի ընտրության արդյունքում, որտեղ իրենց կադրերը որոշում են մարդկային ճակատագրեր, նույնիսկ մարդկանց կյանքի հարցեր, այսինքն կյանքին եւ առողջությանը վերաբերվող հարցեր, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Ինչևէ, ուզում եմ մի փոքր ներկայացնեմ ինչա կատարվել եւ ներկայացնեմ, թե ինչից է հիասթափվում ժողովուրդը, որտեղ ոչ բոլորն են, որ սենց ուզում են պայքարեն գնան իրանց նպատակին հասնեն, բայց սա մյուս կողմից էլ շատ հուսադրող է բոլոր այն մարդկանց համար, որ տարատեսակ բազմոցին նստած տարատեսակ մեկնաբանություններ են գրում, ասում են, այ դուք բարձրաձայնեցիք, ոչ իման չփոխվեց, չէ, փոխվում է, որտեղ կարծում եմ շուտով կլինի մեկ քննիչ եւս, որ իմ ձեռամբ պատասխան կտա օրենքի առջև, արդեն իսկ ունենք նման օրինակներ, իրականում շատ ունենք նման օրինակներ, ուղղակի այդ ամեն ինչի համար պայքարել է պետք, բայց ես գտնում եմ, որ ժողովրդավարության բաստիոնում քաղաքացին չպետք է պայքարի, որ ինքը հասնի որոշակի իրավական արդարության, այսինքն այն գումարը, որ մենք տալիս ենք իրավապահ համակարգ պահելու համար, դա իրանց հարգելի իրավապահ համակարգ, դա ձեր անմիջական պարտականությունն է անել այնպես, որ քաղաքացին չընկնի բողոքարկման տարիներ տևող երկարուձիգ փուլերում, որ հետո հաղթի արդարությունը։ Հիմա նայեք ինչումն է խնդիրը, ես այս թեմայով նորից ենք խոսել, բայց ես հիմա ներկայացնելու եմ այն թշվառ վիճակը, որ տիրում է իրավապահ համակարգում։ Այլ բառ չես կարող ասել։ Դրա մասին, երբ որ խոսացինք, շատեր ասին, ինչի եք անդրադառնում այս աղջկա, հակուկապին են աղջկա, ասեմ, որովհետև ըստ էության ասում են դիմավորում են հագուստով, ճանապարհում են խելքով, բայց կան դեպքեր, երբ որ հագուստն ու խելքը լրիվ իրար համապատասխանում է, ոնց դիմավորում ես, նենց էլ ճանապարհում ես ավելի վատ։ Երբ որ տեսնում ես այդ մարդու խելքը եւ այդ մարդու կայացրած որոշումը եւ իմ համար շատ կարեւոր է որպեսզի քիչ անց ցույց կտանք իրենց նկարները, որպեսզի իրավապահ համակարգում մասնավորապես վերահսկողության ֆունկցիա կատարող դատախազությունում լինեն այնպիսի կադրեր, որ մարդես կարող է քննիչը անփորձա չի կարողանում ճիշտ քննի, կարող է քննիչը մոտիվացված է կամ ասենք, մարդես հիմա զգացմունքներ ունի աղջիկ քննիչը այն մարդու նկատմամբ, ում որ պետք է ըստ էության ինքը մեղադրանք առաջադրի մեղսագրող առակների, մենք դա տեսել ենք նաև հյուպատոսարանում, հա, աշխատող են Աշխեն ինչ էր, Ալեքսանյան էր, ինչ էր, այսինքն երբ որ դուք ընտրում եք կադրեր, նամանավանդ երբ որ դուք ընտրում եք մանկահասակ աղջիկներ, միշտ իմացեք, որ կարա էլի այդ ֆակտորը լինի։ Հիմա ներկայացնեմ խնդիրը, շատ հակիրճ, որտեվ շատ եմ դրա մասին խոսել, եւ սա նաեւ վերաբերում է դատական համակարգին,
ես էլի եմ ասում, փաստորեն հակակոռուպցիոն դատարանը բավականին ավելի լավ դատավորներով, հա, երևի ավելի արդարամիտ դատավորներով է համալրված, որտեղ մնացած դատարաններում, ասենք իդեմս ցույց կտանք Մարեկյան, չգիտեմ ովքերի, ինչա կատարում։ Եվ Էս ինձ համար հաղթանակ է, որովհետև եթե իհարկե դատախազությունը իր ծանր հրետանին գործի չդնի, որ հանկարծ չբացահայտվի, թե ինչ մոտիվներ ա եղել, որ իրար հետ համագործակցել են քննիչ, դատախազ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ եւ վերահսկող դատախազ, այս ամբողջը եւ դատավոր, այս ամբողջը չբացահայտվի, հնարավոր է որ չլինի, բայց ամեն դեպքում ես այսօր ֆիքսում եմ մեր հաղթանակը։ Ինչ ա եղել այս ամբողջը։ Ինչպես գիտեք, մեր կազմակերպությունը զբաղվում է հակակոռուպցիոն գործունեությամբ եւ ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքացիներից մենք բողոքներ ենք ստանում Արաբկիրի ոստիկանության բաժնի մասին անցյալ տարի բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են, մասնավորապես ինչը վերաբերում էր ժողովրդի լեզվով ասեմ թաղայիններին, բավականին բողոքներ ենք ստացել եւ եղել է այցելություն իմ կողմից Արաբկիրի բաժին, նամանավանդ մեկ այլ գործ էլ կար, այդ գործի շրջանակներում եղել է այցելություն եւ Արաբկիրի բաժնից իմ այս երկար մազերը սենց բիզ դուրս եկա, երբ որ ես տեսա, թե ինչ սուբյեկտներ են այնտեղ։ Մեկը սա էր, որ Արաբկիրի ոստիկանության կարիդորներում այս կերպարը տենց ման էր գալիս, այս կերպարը։ Մյուսը այս կերպարն էր, որ ավելի շատ ինձ հիշեցրեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի, քրեական ենթամշակույթ կրող տարրերին մենակ թզբերն էր պակաս։ Իր կաբինետում լավա նստած էր, աթոռին սիգարետը բերնին, սիգարետը ծխելով քրեական հետախուզության քրեական ոստիկաններից մեկի հետ, բնականաբար ես դեմքերի նկատմամբ շատ լավ հիշողություն ունեմ, եւ այս ամեն ինչը տեսնելով, այսինքն այդտեղ ոնց որ Նուբարաշենից դուրս եկա ու գնացի Տեց կարիդորում էլ սրան հանդիպեցի։ Սա ինձ համար ոստիկանություն, տիկին ՆԳ նախարար։ Ես հասկանում եմ, որ 24 թվին դուք չեք եղել, բայց սա չգիտեմ, բայց այս կադրը առ այսօր աշխատում է ձեր մոտ։ Դուք ոնց կարող եք, դուք լինելով նման պարկեշտ անձնավորություն թույլ տաք։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանամ, թե սրան պահում են տարատեսակ ծառայությունների համար, չգիտեմ ինչի համար են պահում։ Եվ փաստացի այս սուբյեկտը իր մեջկերի հետ միասին կարողացավ որոշակի ժամանակ սենց ջրի երեսին մնա, չնայած գիտենք ինչն է ջրի երեսին մնում։ Ինչ էր եղել։ Ես սրանց տեսնելուց հետո բնականաբար եկել եմ գրասենյակ եւ ուղիղ եթեր եմ մտել նման աշխատակիցների աշխատելու անթույլատրելիությունը բարձրաձայնելու համար, որ եթե ես նույնիսկ զանգահարել նախապես ներկայացել եմ, ասել եմ գալիս եմ, ես չեմ ասում իրավապաշտպան հասարակ քաղաքացուց տարբերվում է, բայց հասկանալով որ կարող է բարձրաձայնվի, այս սուբյեկտը սիգարետը, ուզում ասեմ, լավ բերնին, տենց փչում է երեսիս ու խոսում, դուք պատկերացնում եք այն խեղճուկերակ քաղաքացիներին, եսին ինչ կանեն ինքն ու այդ քրեական ոստիկանը։ Ուրեմն այս նրանից հետո երբ որ բարձրաձայնվում է այս երկու սուբյեկտների մասին, սրանք չեն էլ հասկանում, որ իրանք պետական աշխատողներ են, սա տիկին ՆԳ նախարար ձեզ եմ դիմում, սրանք փորձում են ռազմորկա անել իմ հետ, այսինքն սա այս սուբյեկտը Իմ բարձրաձայնելուց հետո դա եղել է 24 թվականի մի հատ նայեք էլի սրանց անպատժելիությունը հետո ուրա հասնում ու հիմա ինչա դատարանը ինչ ակտա կայացրել ուրեմն սրանք սա փոխանակ ինքը ոստիկան է լեյտենանտ է պատկերացնում եք սա լեյտենանտ փոխանակ ինքը չգիտեմ օրենքի դաշտում գործի իր նախկինում խարդախության համար բազմաթիվ էպիզոդներով դատապարտված Էլի նախկին ոստիկան, այս ամուսնունա ներգրավում այդ թեմայի մեջ, որը իմ ուղիղ եթերից անմիջապես հետո, անցյալ տարի սեպտեմբերի 2-ին, ես խնդրում եմ ամսաթիրը լավ հիշեք, որ կտենաք, թե այս տարի ինչ են արել, մեկ ամիս, մեկ տարի անց, որի մեղքի բաժինը Մանե Սաֆարյան, Նայրա Շահինյան, Փանոսյան, Մարեկյան, ձեր ուսերին է մնալու, ձեր
Ինչ են արել մի տարի հետո այլ անձնավորության հետ իրենց անպատժելիությունից օգտվելով։ Ներքաշում այդ կոնֆլիկտի մեջ այս կերպարին եւ սա սկսում է զանգել ինձ եւ սպառնալ գիշերով, որին վրա կիսլատա կլցնի, որ ինչ որ բոմժ կգտնի, թե իրանցից այդ բոմժի եք ման գալիս։ Մենակ կիսլատա կլցնի, այս կանի, այն կանի, որից հետո չի սահմանափակվում այդ զանգերով։ Ձայնային հաղորդագրություններ է ուղարկում այս նույն սուբյեկտը ու սկսում է երկու կողմով աշխատել։ Մեկ խոսել, որ սա անպարկեշտ կերպարը անբարոյական է, դուք պատկերացնում եք սրանք չգիտեմ ինչ հոգեմետ դեղեր են օգտագործում։ Նույն ձևով, այն որ ասում են գործ տալով արաբ գիրի բաժնի վրա, բայց չեմ երբեք չէի պատկերացնում, այս նույն անձնավորությունն է, դեռ չեմ։ Ուրեմն այս սուբյեկտը չի, դրանից հետո բնականաբար հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, որ սա ինձ սպառնում է, ինքը բացարձակապես լրիվ նորմալ է տանում, եւ դրանից հետո ամիսների ընթացքում 79 անգամ, եթե չեմ 79 անգամ զանգարում է մեր գրասենյակ մյուս աշխատակիցներին ահաբեկելու։ Ես չեմ լացում, ոչ իման չեմ ամ ինձ ոչ մեկից, ոչ սրանից եմ մնում էր այս սրանցից մարդ վախենա, նու կարելի է գիշերը տեսնելով վախենալ, ես կվախենամ, որ գիշերը տեսնեմ, բան չունեմ ասելու, ճաշակին ընկեր չկա, բայց այս ամբողջ նախապատմությունը ինչի եմ պատմում, որ մեկ տարի, ուրեմն նայեք, ես հաղորդում եմ տարածում ես մարդ ինձ սպառնում է, այս զապիսը, այն կներկայացնեմ, քրեական վարույթ չեն նախաձեռնում, ոմն ուրա դրան նկարեմ, հատ ուզում եմ այս ամբողջ բուկետը տեսնենք, մատ բուկետով նայեք, էլի թե ովքեր են, ասենք սրանք են Աշխեն Ալեքսանյանից ինչու են տարբերում, սրանք բոլորը, գիտեք ինչ, մարդկանց աշխատանքի ընդունելուց, պետք է նաև շատ կարևոր է գիտելիքներից բացի, որը ստեղ իսպառ բացակայում է, շատ կարևոր է նաև դրանց բարոյական կերպարը եւ բարոյական դիմադրողականություն ունենալու կերպարը։ Երևի կինոներ շատ են, այն Տյուրեմնի ռամաններ, որ փաստաբանն ու չգիտեմ ով իրար վրա սիրարվում են, կամ այլ մոտիվ է ստեղ եղել։ Սա այս սուբյեկտը, որ քննիչ է աշխատում, քննիչի պաշտոն է զբաղեցնում, կենտրոնի քննչականի բաժնում, լավ հիշեք այս անունը, սա դատվելու է իմ ձեռամբ։ Գայանե Շամուրաձյան, պետք կլինի տարիներով, ոչ հաց ա ուզում, ոչ ջուր ինձնից այս շարունակելը։ Այս Գայանե Շամուրաձյանը ստանում է ինձնից հաղորդումը, որոշում քրեական վարույթ չպետք է նախաձեռնի, այսինքն դու ոնց կարող ես քրեական վարույթ չնախաձեռնես, եթե ես կյանքի սպառնալիքի մասին քեզ հաղորդում եմ ներկայացրել, դու ինչ հետն ես եղել այդ գիշերը, կողքն ես պարկած եղել, կողքն ես նստած եղել, գոքն ես նստած եղել, ի վերջո դու ինչ գիտես նա ինձ ինչ ասել, սուտ եմ ասում, քրեական պատասխանատվության ենթարկի աղջնակ։ Այսինքն ի սկզբանե սա այդ մնացին նրա համար, որ մնաց Հարությունյան, ուր էր այդ բանը, հեսա դուք կլսեք, թե սրանց վրա ինչ մեղքի բաժին է, սա մենակ ինչ չի վերաբերվում։ Այս նույն հանցախումբը այս տարի այլ անձի նկատմամբ հանցագործություն արել եւ քրեական վարույթ է նախաձեռնված։ Այս Երևի սրան տեսել է տենց որոշել որ կազդու ես, չկազդու ես, ես չգիտեմ ինչ ա եղել այս քննիչի ու այս սուբյեկտի միջև։ Ես չեմ կարող է Աշխեն Ալեքսանյանի սինդրոմը թևածում է հիմա էլ իրավապահ համակարգում։ Ես չգիտեմ, վարկած է, առերևույթ վարկած։ Ինչ անում սա, որոշման քրեական վարույթ չպետք է նախաձեռնի։ Ուրեմն ես պետքա պայքարեմ, համ փող տամ, որ սա աշխատի, սա։ Համ էլ պիտի պայքարեմ, որ ինձ մարդը զանգում վախացնում է, ու մի անգամ չէ, 79 զանգ մեր գրասենյակ։ Դժվար չէ 79 անգամ զանգելա, որ 79 բուկետ ծաղիկ ուղարկի, կամ մարդու իրավունքների դեկլարացիան ուղարկի, հիմնարար ազատությունների մասին ասենք դեկլարացիան առել, ասում ես ուզում եմ ձեր գրասենյակին նվեր տամ, 79 անգամ զանգում, ասում ուզում եմ բերեմ նվեր, մենք ասում ենք չէ չբերես, ասենք այն հավն էլ է հասկանում, հավը, էփած հավը հասկանում է, թե ինչա տեղ կատարվել։ Ոչ իմ սա քրեական գործ չի նախաձեռնում։ Երկար ճանապարհ անցնելուց հետո ամիս ու կես պայքարելուց հետո, երբ որ խոսքը գնում է մարդու կյանքի եւ առողջության մասին, ամիս ու կեսը չէ, րոպեներն էլ կարող են որոշիչ նշանակություն ունենալ։ Չէ՞։
Նոր նախաձեռնում է քրեական վարույթ։ Քրեական վարույթն էլ են որ սենց մլ, սենց եսի մինչեր անելով քրեական վարույթը նախաձեռնում է, այստեղից սկսում է բուն պատմությունը։ Ես ներկայացնում եմ եւ հեռախոսային խոսակցություն եւ զանգ, այս ամեն ինչը դե ներկայացնում եմ, կանչում են ցուցմունք տալու, ներկայացնում եմ, որ այս ապացույցները։ Շատ չերկարացնեմ, քննիչը որոշում է, որ նրա համար որ մնացը հանգարց չդատվի, այս սուբյեկտուրա մա ցույց տվեք։ Ինքը պիտի քրեական գործի նյութերից գողանա ապացույցներ։ Այս գանը ինչը էր Շահմուրադյանը, այս սուբյեկտը։ Ինչի մասին բնական եւ կարճում է բնականաբար ժողովրդի ասած քրեական հետապնդում չի, իրա կարճում է գործը։ Դատախազն էլ պեչատը դնում, ասում է всё верно, չի սպառնացել։ Մեկն ու մեկիդ մոտ հարց չի առաջանում, բայց գիշերով ժամը 2-ին զանգում է, 79 զանգ ֆիքսված ունենք։ Պլյուս ունենք իր հեռախոսահամարները, որոնցից ինքը SMS-ներով արկում սպառնալիք պարունակող կարդում ես Viber-ով ջնջում, բայց այդ անտեր հեռախոսահամարներն ով մնացել է։ Գանը Շամուրադյանը ինչ հանգամանքներից, թե մնացի սիրուն աչքերից ելնելով, որոշում որ պետքա կարճի դատախազ իր պեչատը դնում է, որ ճիշտ է։ Բնականաբար ես դատախազություն բողոքարկում եմ, իսկ չգիտեմ, որ ինքը գողացել է միջին նյութերը։ Եվ երբ որ ինձ հասու են դառնում դատարանում քրեական գործի նյութերը, դատարան են բողոքարկում, մտածելով, որ ստեղ ուր է դա, Մարեկյան։ Հետո խոսանք, թե ինքը ում ազգականն է ու ոնց է դարել դատավոր։ Անպայման ես իրան մի հատ առանձին եթեր նվիրելու եմ, եթե իրան թվում է, որ իրանք կուզեկուզ քայլում են, չգիտենք ով ում բարեկամն է, ու ոնց է դարել դատավոր, խիստ սխալվում է։ Այս երիտասարդ դատավոր Մարեկյանը, որը զբաղվել է մարդու հիմնարար իրավունքներով եւ ազատություններով, Ամեր իրավապաշտպան եմ, ասում եմ, գնացել եմ դատարան, ասում եմ, բա ուր ապացույցներ, այս աղջիկը քննիչը գողացել է։ Դատական նիստի ժամանակ, բաց իրանց ասում եմ, դատավոր ջան, նա 79 անգամ սա զանգեր, ասում եմ, ճիշտ են արել։ Ասում եմ, դաժե քննիչը չի հարցակնել գրասենյակի աշխատակից, որ այդ 79 զանգին պատասխանել է։ Այսինքն քննիչը, քանի որ մնացի կողքն է միշտ, գիշեր ցերեկ 24-ը 7-ի վրա, ինքը գիտի, որ ինքը չի զանգել, հա, այս ինչ թազա իրավաբանություն է, Տիկին Վարդապետյան, պարոն Պողոսյան, այս ինչ թազա իրավաբանություն է մեր երկրում կատարվում։ Հիմա կնեղվեք, որ ասում եմ, բայց չեմ նեղվի, որ ինձ վրա կիսլատա լցնեն։ Հիմա ես որ զանգեմ ձեր տները ասեմ, վաղը կիսլատա եմ լցնում, իրիկունը ցախավելով, պարաշուտով, չգիտեմ, Իսկանդերներ կգցեք, այդ սենց կգաք ինձ ընդեից կվերցնեք, կտանեք, այս ինչ է նշանակում։ Այս ձև եք դուք իրավապաշտպանի վերաբերվում, հետո էլ գնում եք զեկույցներ եք գրում։ Չկա տենց բան։ Իմ կյանքն է ու ես իմ կյանքի եւ իմ առողջության սպառնալիք տվողին չեմ թողնելու դուրսը։ Ուրեմն սա Իրանը արեց, լավ հասկացանք, մնացնա աչքերը սիրուն է, եսի վերջը, չգիտեմ, էլ ինչերն է սիրուն, սրա դուրն եկել է։ Սրա արածի վերաբերալ, սա ասումը ճիշտ արը, պետք չէր օֆիսի աշխատակցին հարցակնել, բաում քեզ կբերեին հարցակնել, 79 զանգ ստացել է գրասենյակի աշխատակիցը։ Սա էլ իր հերթին, բայց ամենակարևորը, որ ես արդեն տեսնում եմ, որ դատարանում էլ հայտարարում, ասում եմ, վայ, ապացույցները չկա, պարոն Մարեկյան, վայ, գողացել են ապացույց, ասում եմ, լավ են արել։ Լավ են արել։ Ու այդ լավ անելու վերաբերալ, որ լավ են արել, բա եթե վատ անեին, կասել հələ մի վարքյան, հələ մի րոպե, չի ասում։ Այդ ապացույցների գողության վերաբերալ, ես հաղորդում եմ տալիս, դատախազում ասում ձեր քննիչը նաև գող է, հսկիչ է, բան, վարորդը նաև հսկիչ է։ Գող է, գողացել է։ Ինչ արել, չգիտեմ, ծախել է, կերել է, վառել է, բանտիկով փաթաթել է, նմանացին է նվեր տվել, ես չգիտեմ, բայց չկա ապացույցները, բավականին շատ։ Ու դրանից հետո ինչ հակատարում, հայտնում է այս սուբյեկտը։ Սա էլ հակակոռուպցիոն կոմիտեում անդրազգային, մի հատ անդրազգային եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վարչության անդրազգային տրանսկոնտինենտալնի, լավա չեն ասում, միջմայրցամաքային, սա ինչ կարա անդրազգանի, մեկ նայեք էլի սրա կերպարը, սա գտնում է, որ այո, գողած,
Չկա դա հաղորդում չի հանցագործում, բա ինչ այ անդրազգ։ Ասում եմ, կարող սուտ եմ ասում, տարեք դատեք ինձ։ Ասեք, գիտեք ինչ, սուտ ես ասում, բոլոր ապացույցները քրեական գործի մեջ է։ Ասենք դուք պատկերացնում եք մեր իրավական համակարգի թշվառությունը։ Սա, եթե պետք է լինի քննիչ, մենք է գնանք մեռնենք, մենք սրան փող ենք տալի անդրազգին, որ գրի, որ ոչինչ, նորմալ է, որ գողություն ա եղել, դա հաղորդում չի հանցագործության, բա ինչ է։ Հաղորդումը հանցագործության մասին են, որ սա քննիչ է դառել անդրազգը։ Այս անդրազգով չենք բավարարվում։ Սրա վերաբերյալ բողոք եմ ներկայացնում գլխավոր դատախազություն, հայտնվում է այս մի սուբյեկտը։ Սա էլ գրում է, որ նորմալ է արել անդրազգը, պետք է հաղորդում չլինի, պեչատնը խփումը Փանոսյանն է, այս Մանե Սաֆարյանն է, այս։ Հիմա հարց եմ տալիս, այս աղջիկեքին քննիչ, դատախազ եւ այլն, որ նշանակում եք, ինչի եք նշանակում։ Այս մարդկանց գիտելիքները, այս մարդկանց դիմադրողականությունը տարբեր հարցերի, գիտեք ինչ, բարևարկությունը, ստուգում եք սրանք ով են։ Սա ինչ խայտառակություն է, էդ էլ ես եմ իմ բողոքները գրում։ Բայց մի հատ խեղճ քաղաքացի լինի, տիլը փոխտա, որ բողոքեն, որ այս անդրազգենքի սա հագնվածը, սա բոլորը տենց բուկետով աշխատեն, այս ինչ բուկետ է։ Բա հիմա ձեզ մոտիվացիա եմ հարցնում։ Ես ասում եմ քրեական գործից սա թղթերը գողացել է ապացույցները։ Բերեք Բիբլիա երթվեն վրան։ Ինչ է սրանը, Մանե Սաֆարյան, այս անդրազգային բանն է, ես չգիտեմ, ագենտ 007-ին, սաղին բերեք ստեղ հասկանանք։ Այս Ջեյմս Բոնդերով դուք գործ եք ուզում քննեք, պրիմիտիվ գործ է։ Ապացույցը կա մարդը զանգել է, ապացույցը կա վախացրել է, ասում են լավ է, թող քեզ վախացնի, լուրջ։ Այդ կարող է գիտեք ինձ մեր չի բերել։ Ձեզ վախացնի ալամ աշխարհ։ Դուք ձեզնից վախեցեք, որ մարդ գիշերը ձեզ տենա կարող է վախից ընկնի գեդին։ Այս ինչ ատելություն է իրավապաշտպանի նկատմամբ։ Նեղվում եք, որ ես կարում եմ ինչ ուզում եմ ասեմ, ոչ թե ինչ ուզում եմ, այլ ինչ ասում եմ, տակից թղթերն եմ դնում, փաստերն եմ դնում։ Ես բլոգեր չեմ։ Ես ինչ ասում եմ, տակը փաստերը դնում եմ։ Ի վերջո, այս ամեն ինչից նեղված ես ասել եմ ինչև, բայց դուք վերջը լսեք ամենահետաքրքիր, թե սրանց վզին ինչ մեղ կա հիմա, այս ամբողջ բուկետի։ Ես բնականաբար դիմում եմ դատարան, որ այս Փանոսյանի պեչատած, անդրազգի կնքած, այս կիսահանված սուբյեկտի կայացրած Մանե Սաֆարյան, այսով էր Նայրա Շահինյան, Գայանե Շամուրաձյան, Փանոսյան, ես էլ դատավոր Մարեկյան։ Ես դիմում եմ դատարան, որ սրանց կայացրած որոշումը իրավաչափ չի։ Ես տնտում եմ իմ որոշման մեջ, բայց այդ ժամանակ ինչ է տեղի ունենում, հիմա ուշադիր նայեք։ Դեպքը տեղի ունեցել անցյալ տարի սեպտեմբերին, եթե հիշում եք։ Այս սուբյեկտը, այս մնաց, մի հատ ինձ խնդրում եմ ցույց տաք, էլի, որ մարդիկ տեսնեն իխնադզնած в лицо։ Այս մնաց Հարությունյանը, Գայանե Շամուրաձյան հույսեր չկապես հետ, ինքը ծեծող է։ Նայեք, ինչ հետաքրքիր բան է, անցյալ տարի ես եղել եմ օգոստոսին, նայեք, որ ես ասեմ, եղել եմ 24 թվականի օգոստոսի 19-ից է սկսվել այս էպոպեան։ Մնաց Հարությունյանը հասկանալու, որ մի մեծ բուկետ իրան կռիշ են կանգնել, Մանե Սաֆարյան, Նայրա ինչ էր, Շահինյան, Գայանե Շամուրաձյան, Ռազմիկ Մարեկյան, Փանոսյան, ասում է ծովը ծնգներիցս, պրոստը ինքը իմ ծովերը չգիտի։ Եվ այս տարի, օգոստոսին, այսինքն մի տարի անց, դաժան ծեծի է ենթարկում իր հղի կնոջը եւ սպառնալիքներ հնչեցնում, չեմ ուզում այդ կնոջ անուն էսա նայեք, որ չասեք, պրոստը է խոսում, սա քրեական վարույթ նախաձեռնելու որոշումն է, որ այդ քրեական վարույթը անցյալ տարի
իմ դեպքով դա հոգեկան ներգործություն է, այս դեպքում ֆիզիկական ներգործություն սեփական հղի կնոջ նկատմամբ, որը ընկնում է հիվանդանոց, աստղիկ բժշկական կենտրոն եւ հետագայում դիմում է մեզ։ Հիմա հարց եմ տալիս։ Տիկին Վարդապետյան, պարոն Պողոսյան, պարոն Նահապետյան, դուք ինչ ունեք ասելու։ Եթե հանցագործը առերևույթ հանցագործություն կատարած անձը չի պատժվում, իր մոտ դառնում է ամենաթողության սինդրոմ եւ տեսնելով, որ կարող է անպատիժ իրավապաշտպանին, այսինքն մատերի վրա ըստ իրա տեսքան խելքի ֆռացնի, Գայանե Շամուրաձյաններով սենց տարբեր տեսակի հայացքներ երևի ընդունելով, որտեղ այլ մոտիվ, ստեղ կամ փողա, կամ անձնական սիմպաթիա, ուրիշ ոչ իման չկա։ Ես հիմա հայտարարում, ստեղ կամ կաշառք ա եղել, կամ բնամթերքով են իրար հետ հարաբերվել։ Այլ ինչ կարող եք ասել։ Հիմա այդ կինը, որ այդ երեխային կորցներ եւ մահանար, Գայանե Շահմուրադյան, Մանե Սաֆարյան, Փանոսյան, Մարեկյան, ինչ էիք ասելու։ Սա ձեր առերևույթ հանցավոր գործունեության արդյունքն է, որ այս մարդը ուղիղ 1 տարի հետո, այսինքն երբ որ ձեռքը ստանում է բարաթը, որ Մանե Սաֆարյանն ասում է գուլայ, կամ երգում է «Ты свободен», Փանոսյանն էլ ասում է «Да, ты свободен», Գայանեն էլ դե արդեն 24-ը 7-ի ասած է։ Սրանից ոգևորվելով, ուղիղ մի տարի հետո նոր հանցագործություն է կատարում, որի վերաբերյալ կա քրեական վարույթ նախաձեռնված։ Ամենավատ բանը այդ անպատժելությունն է։ Եվ այս ամբողջ ինչի պատմեցի, որ ամենակարևորը չասեցի, որ իմ բողոքը բավարարվել է հակակոռուպցիոն դատարանում եւ դատական ակտ է ընդունվել, որպեսզի իմ կողմից ներկայացված հաղորդման առթիվ կազմվի քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն, այսինքն Գայանե Շամուրաձյան, որ ասում եմ դու գողացել ես, այ դրա վերաբերյալ ես ապացուցելու եմ ու դու դատվելու ես։ Եթե չես հավատում, այս վերջի դեպքերից կարա զանգես Արաբկիրի քննիչ Արմեն Զոհրաբյանին, որի գործը հակակոռուպցիոն դատարան մեղադրանքով գնաց։ Բայց ես ձեր համար հավաքարար չեմ, իրավապահ համակարգ։ Սրանց գործի ընդունելուց առաջ տեսեք, որ չտարապեն Աշխեն Ալեքսանյանի սինդրոմով, թե կին, թե տղամարդ։ Ուրիշ բան չունեմ ասելու, սա ձեր խայտառակությունն է եւ իմ հաղթանակը։ Եվ ես միշտ հաղթելու եմ, ոչ թե որտեվ ես Մարինա Պողոսյանն եմ, այլ ճիշտն ու արդարությունը միշտ հաղթում են վերջում։ Մի արեք այնց, այ մարդ աշխատեք, այնց չի ուշքս գնում է ձեր անունները տալու կամ այս եթերի համար։ Աշխատեք եւ այս եթերը չեր լինի։ Այս բուկետը ձեր գերատեսչությունների խայտառակություններն են։ Զերծ մնացեք նման մարդկանց քննիչ դատախազի պաշտոն տալու համար։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Ես շնորհավորում եմ ինձ եւ շնորհավորում եմ մեր կազմակերպության հետեւողականությունը, որ գոնե այս этаպում էլի եմ ասում, դատախազությունը բնականաբար այն Մանե Սաֆարյանը հիմա թե շոր կհակնի, թե Փանոսյանը կբողոքարկի, թե մեկ այլ դատախազ կգնա այդ արդեն կարևոր չի։ Կարևորը որ դատարանը ֆիքսել է, թե հետո դուք ձեր ռեսուրսները անծայրածիր են։ Ես մի հոգի եմ, դուք մի 5000 հոգի մարդ եք, թե ոնց կպայքարե, բայց այս этаպում ես ձեզ հաղթեցի ու միշտ էլ հաղթելու եմ։ Լավ իմացեք, ձեր ականջներն էլ օղարեք, այսքանը։